Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ողջույն, պարոն Արզումանյան։ Հայաստանի իշխանությունը, չնայած որ ազգային ժողովի խոսնակի մակարդակով Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեջ, իսկ ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը մեղադրեց 2026-ի խորհրդանական ընտրություններին միջամտելու մտադրության մեջ նույն Ռուսաստանին, վարչապետ Փաշինյանը այսօր Մոսկվայում է եւ մասնակցեց այդ տոնական շքերթին, նա նաեւ հանդիպել է տարբեր երկրների ղեկավարներին, կբացատրեք այս առաջին հայացքից անտրամաբանական թվացող, բայց միգուցե ինչ-որ տրամաբանություն ունեցող իրավիճակը։ Տրամաբանություն կա եւ եթե հիշում եք, ես միշտ ասում եի, որ Նիկոլ Փաշինյանը մնում է Եվրասիական Ալյանսի Եվրասիական տրամաբանության Սերժ Սարգսյանի կոստյումի մեջ։ Նիկոլ Փաշինյանը մնում է Եվրասիական առաջնորդ եւ դրա համար Նիկոլ Փաշինյանի համար որպես առաջնորդ դա բնական քայլ է, որ ինքը գնում է Մոսկվա, բայց դա հայտարարք քայլ է հայ ժողովրդի համար, հայկական պետականության համար, Հայաստանի Հանրապետության համար։ Ինչու՞։ Դա մեծ հարված է հասցնում հայ ազգի ազգային շահերին, պետականության, որովհետև հայը մեզ համար բոլորին հասկանալի է եւ այստեղ հարց չկա, որ Արցախի կորուստը անկումը կազմակերպել է ռուս-թուրքական դաշինքը։ Դա փայլուն ռուս-թուրքական օպերացիա է եղել եւ Ռուսաստանը մասնակցել է Թուրքիայի հետ մեծ եղերնի շարունակությամբ Արցախի հայության դեմ։ Մենք կորցրել ենք Արցախը, փառքացրով փրկել ենք Արցախի հայությունը։ Եվ հետո դու գնում ես մի մայրաքաղաք, ողջունում ես մի առաջնորդի, մի պետության, որը կազմակերպել է քո մեծ եղերնի շարունակությունը, որը հիմա լայնածավալ ռազմական գործողություններ է շարունակում ուկրաինական պատերազմը, կոնֆլիկտը, որը նույն ձևի ցեղասպանական բնույթ ունի, որտեղ Պուտինը եւ Ռուսաստանը շղթում են ուկրաինական պետության ինքնաիշխանության իրավունքները, շղթում են ուկրաինական ժողովրդի ինքնության սկզբունքները, որ այդպես ժողովուրդ չկա, եւ դու հիմա գնում ես նման առաջնորդի կողքին կաղնում ես։ Ինձ համար որպես անձնավորություն, ոչ թե որպես փորձագետ, դա ուղղակի զուտ Նիկոլ Փաշինյանի անձնական քայլն է։ Նիկոլ Փաշինյանը որպես անձնավորություն է գնացել այնտեղ, ինչպես որ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանն է որպես անձնավորություն ստորագրել հայտարարությունը հայտնի, այդ հայտարարության տակ չկա որոշ պարլամենտի ընդունված մոտեցումները ինչ որ ուրիշ ձևով ձևավորված։ Դա մի անձնավորության քաղաքական գործիչի քայլեր են եւ մենք որպես ժողովուրդ իրավունք ունենք եւ հնարավորություն ունենք տարանջատել հայկական պետությունը, հայկական ազգերի ազգավային շահերը Նիկոլ Փաշինյանի որպես քաղաքական եւ պետական գործիչ։ Այսօր դա զոհված է Նիկոլ Փաշինյանին, հնարավոր չէ տարանջատել պետությունից, ցավոք սրտի, նորից Սերժ Սարգսյանի կոստյումն է այդպես գրած։ Հայկական սահմանադրության մոտեցումները ձուլում են եւ դու չես կարողանում անձին տարանջատես պաշտոնից եւ տարանջատես ազգային շահերից, քաղաքական շահերից։ Այդպես է կառուցված Հայաստանի սահմանադրությունը այսօր։ Բայց ապագայում մենք հնարավորություն ունենք տարանջատել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, պետությունից, քաղաքականությունից եւ հետո մտածել ոնց է փոխում, փոխակերպում Հայաստանի սահմանադրական դաշտը, ազգային շահերի դաշտը, գաղափարախոսական դաշտը, որ ապագայում մենք նման խնդիրների առջև չկանգնենք։ Պարոն Արզումանյան, տեսեք, նույն Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ի երկու պետության Հայաստանի Արցախի դեմ պատերազմի նախապատրաստման աջակցելու մեջ Ադրբեջանին, նա վստահաբար ՀԱՊԿ-ի երկու պետություն ասելով Ռուսաստանի եւ Բելարուսին նկատի ունեն, որովհետեւ 2010-20 թվականներին այդ երկու երկրները մատակարարել են Ադրբեջանի ռազմական արսենալի շուրջ 67%-ը միասին 60%-ից ավելին Ռուսաստանը, բայց չնայած սրան Փաշինյանը գնում է եւ նստում է Լուկաշենկոյի եւ Պուտինի կողքին, այդ տեսանյութը երևի տեսակ ինչքան միայնակ էր իր
իրեն։ Չէ, ես չեմ տեսնում, կարդացել եմ, ես չեմ կարողանում ոչ Լուկաշենկոին, ոչ Պուտինին, ներեցեք ոչ Նիկոլ Փաշինյանին տեսնել, ես չեմ կարողանում։ Չեմ տեսնել, մի փոխանցեք։ Նկատի չունեմ էկրանին հիմա կերևա։ Տեսարանը այնպեսին է, որ շատ միայնակ էր իրեն ամեն դեպքում զգում առաջին հայացքից, որովհետև Լուկաշենկոն Պուտինը շփվում են, բայց հարցս ուրիշ բան էր։ Կարծում եք այստեղ իրոք որևէ հաշվարկ չկա, որովհետև նույն Էրդողանի գիրքը երբ որ գրկել էր, էլի, չէ, էլի այստեղ քննադատություններ եղան, որ դու գնացել ես մեր ազգի թշնամու գիրքը գրկել ես, հանդիպել ես նրան, հիմա էլ նույն ձևի գնացել ես մեր դեմ եղեռնին աջակցած Պուտինի շքերթին ես մասնակցում, որը Ուկրաինայի դեմ պատերազմ, այս արգումենտները ընկալելի են եւ իրականությունից են բխում, բայց գուցե Փաշինյանը սրանով օրինակ փորձում է ինչ-որ ռիսկեր կառավարել անվտանգային Հայաստան։ Ի վերջո գնալ եւ լսել քո դեմ հավանական ծրագրերի մասին ինչ-որ զգուշացումներ, ինչ կարող եք ասել, ամեն դեպքում ես ուզում եմ սրա տակ ինչ-որ հաշվարկ տեսնել, չկա որևէ հաշվարկ։ Առաջինը պետք է իհարկե տարանջատել աղմուկը, խոսքերը, էմոցիաները, որ արտահայտում է Նիկոլ Փաշինյանը, մասած քաղաքական պայմանագրի բարձրագույն գործիչները եւ այլ եւ այլ, դա ընդհանրապես աղմուկ է, պետք է նայել քայլերին։ Նկատի ունեք հիբրիդային պատերազմի Ոչ թե պատերազմի, քայլերին, այդ գործիչներին, քայլերին։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մնացածները հայտարարում են հիբրիդային պատերազմի եւ այլ մասին, բայց քայլերը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները ամրացրել է Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, մնացած ոլորտներում։ Կա իրականություն, քայլեր եւ կան խոսքեր, որը որպես մասկիրովկա փակում են Նիկոլ Փաշինյանի իրական քայլերը, իրական քաղաքականության մեջ։ Դրա այստեղ խնդրեմ չկա եւ եթե փորձել գտնել տրամաբանություն Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ, մենք նորից պիտի տարանջատենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը եւ նպատակները որպես անձնական, որպես քաղաքական գործիչ իշխանություն ձեռքերում պահող Հայաստանի ազգային եւ պետության շահերից։ Նիկոլ Փաշինյանը գնում է այդ քայլերին ելնելով միայն ու միայն իր անձնական շահերից իշխանությունը պահպանելու համար։ Եթե այդպես ես նայում, Նիկոլ Փաշինյանի քայլերը բոլոր տրամաբանական են։ Նիկոլ Փաշինյանը ուզում է մնալ իշխանության։ Մի կողմից դա տրամաբանական ցանկություն է բոլոր քաղաքական գործիչների համար, բայց ինչի հաշիվ է դա անում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եւ ցույց է տվել 2020 թվականից սկսած, որ ինքը պատրաստ է քայլերի գնալու ի վնաս հայկական ազգային շահերի եւ պետության շահերին։ Նիկոլ Փաշինյանը գնում է այդ ճանապարհով եւ պետք է հասկանա, որ ինքը շարունակելու է դա անել։ Տեսեք, նաեւ վերջերս եղավ մամուլի հրապարակում ռուսական, որ Կիրենկոն նշանակում է Հայաստանի դեմ, այսպես Կրեմլի քայլերի համակարգող եւ այլն, կամ Հայաստանի հանուն Հայաստանի, չգիտեմ ոնց է ուզում մեկնաբանել, Հայաստանի ուղղությամբ եւ որ այսպես հույս չունեն, որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կհաղթեն 26-ի ընտրություններում, ասում են, որ Փաշինյանն է հաղթելու ըստ ռուսական Կրեմլի աղբյուրների տվյալ մամուլին տված հարցազրույցներում։ Ուզում եմ ես ներքաղաքական համատեքստը հասկանալ, արդյոք նրանք նույն Քոչարյանին չեն փորձի ավելի շատ աջակցել իշխանության գալու, թե Փաշինյանը բավարարում է Մոսկվային, ինչ եք դուք մտածում։ Ռոբերտ, դուք գիտեք, որ ես չեմ խորանում ներքաղաքական այդ ինտրիգային ճաշնում, ես չկամ, ես չեմ երարում, դուք ժուրնալիստ եք եւ տանում եք, դուք պարտավոր եք ավելի խորքային լայն մտնել այդ թեմայի մեջ, ես չկամ։ Ես կխոսամ որպես համակարգող, որպես ընդհանուր օրենաչափություններից ելնելով եւ եթե դա այդպես է մոտենում, պարզ է դառնում, որ Ռուսաստանը վերահսկում է քաղաքական դաշտը, մեծամասնության Հայաստանի ներքին քաղաքական դաշտը եւ Ռուսաստանը փայլուն խաղում է եւ Քոչարյանով եւ Սերժ Սարգսյանով եւ Նիկոլ Փաշինյանով։ Այդ տարբեր քայլեր են խաղաթղթեր են, որով Ռուսաստանը իրականացնում է քաղաքականությունը եւ ներկայացնում է իր շահերը։ Ով կգա իշխանության, Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության, Ռոբերտ Քոչարյանը կգա, որը չի գա, որովհետև հայկական հասարակությունը չի ընդունում, դա ուղղակի խաղացնում է Նիկոլ Փաշինյանը, բայց պետք չէ մնալ գրաղային մոտությունից, որ կարող է ձևավորել նոր քաղաքական ուժեր, նոր քաղաքական առաջնորդներ, երևի ասեմ, որը կվերցնեն իրանց վրա Ռուսաստանի ազգային շահերը ներկայացնել հայկական ներքաղաքական դաշտում։
Դրա համար Նիկոլ Փաշինյանը ամենացանկալի ոնց որ եւ ընդունելի քաղաքական գործիչն է Ռուսաստանի շահերը ներկայացնելու համար, ինքը փայլուն է դա անում, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է գա եզրակացության, որ եկել է ժամանակ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, որտեղ Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է իշխանության մեջ է, 7 տարի եւ այդ մեծ հզոր լծակները քո ձեռքում պահում ես, դու ամրանում ես, դու արմատներ ես գցում, դու քո նշանակում ես քո աջակիցները եւ դու դառնում ես վտանգավոր, որովհետեւ քո քաշը իշխանության մեջ ծանրանում է։ Ռուսաստանին դա պետք չէ։ Ռուսաստանին պետք է, որ Հայաստանի առաջնորդներն լինեն շատ թույլ, կտրված հասարակությունից, իշխանությունից, որ կարողանաց հեշտ մանիպուլյացնես։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը 7 տարի իշխանության մեջ է եւ կարող է Ռուսաստանը կան եզրակացության, որ եկել է ժամանակը փոխել։ Բայց փոխել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, այդ խաղաթուղթերը արդեն վաղուց փակված են։ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կարող են լինել կտրված իրականությունից այդպես երազներ ունենան, որ իրանք հետ են գալիս, այդ երազները իրանց մեջ կարող են պահեն նույն Ռուսաստանը։ Բայց իրականում կամ կմնա Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին, կամ կձևավորեն նոր ուժեր, որը կվերցնեն իրանց վրա Ռուսաստանի նորից եկող շահերը ներկայացնող քաղաքական ուժ կամ առաջնորդ, որին Ռուսաստանը կբերի իշխանության։ Եվ իմ կարծիքով, այդպես ենթադրում եմ, երևի այդպես զգում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճակետներով վազեց հիմա Ռուսաստան, որ ցույց տա, որ ինքը ամենից լավ տեխնացուն է այդ պաշտոնի վրա։ Բայց ինձ համար դա ի սկզբանե անընդունելի է։ Եվ Ռուսաստանն է կամ ինչ որ ուրիշ ուժային կենտրոն նշանակում է Հայաստանի քաղաքական բարձրագույն առաջնորդին որպես պաշտոն վարչապետին։ Ինձ համար դա սկզբանե անընդունելի մոտեցում է։ Եվ ես վերջի 2 տարին կարելի ասել հաջախոյխի խոսում են դրա մասին, մենք կանգնած ենք ուրիշ խնդրի առջև, Ռոբերտ։ Մենք պիտի ձևավորենք նոր քաղաքական դաշտ, նոր մոտեցում, որտեղ մենք դնում ենք ուրիշ խնդիրներ, ոչ թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ երրորդը, բայց ոնց է ձևավորում քաղաքական դաշտ, որը չի թողնում նման իրականություն, որտեղ քեզ վրա ճնշում են արտաքին ուժային կենտրոնները։ Դա նշանակում է խնդրի փոփոխում, դու ոչ թե պիտի մտածես ով է գալու Նիկոլ Փաշինյանի տեղ, բայց ոնց են անում, որ այդ խնդիրը չդնվի, չլուծվի այդպես։ Իմ կարծիքով դա մենք կարող ենք անել, երբ փոխում ենք խնդրի մոտեցումը, երբ խոսում ենք ոչ թե առաջնորդների մասին, բայց հիշում ենք, վերահիշում ենք, որ իր շնորհիվ Սերժ Սարգսյանի Հայաստանը հիմա պարլամենտական ռեսպուբլիկա է, որտեղ պարլամենտն է հիմնական ուժը, հիմնական իշխանության ճյուղը, որը ձևավորում է եւ գործադիր եւ գործարար եւ դատական համակարգերը։ Եթե հայ ժողովուրդը կարողանա վերցնել իր վերահսկողության տակ պարլամենտը եւ կարողանա պարլամենտի մեջ ունենա իր 100 պատգամավորներին, որը պատրաստ է ներկայացնել հայկական ազգային շահերը, այդ ժամանակ մենք խաղից դուրս ենք մնում եւ հնարավորություն ենք ստանում ժխտել եւ հետ դնել այդ սովետական Հայաստանի մտնոլորտը տրամաբանությունը բոլորին հետ սովետական առաջնորդներին դուրս մղել քաղաքական դաշտից։ Բայց այդ ժամանակ խնդրի խնդրի ձևավորումը փոխվում է։ Դու լուծում ես ոչ թե իշխանության խնդրեմ, պատգամավորը մտնում է պարլամենտ ոչ թե իշխանության խնդրեմ լուծել, ոչ թե քաղաքական խնդրեմ լուծել, բայց դնում ես եւ լուծում ես ազգային ազատագրման խնդրեմ։ Դու վերահիշում ես, որ Հայաստան օկուպացիայի տակ է, առաջի հանրապետության օրից եւ բոլշևիկյան քեմալիստական ագրեսիա հետևանքով Հայաստանը ընկավ, Հայաստանը դա օկուպացված երկիր է եւ նույն ասեք Միացյալ Նահանգների օրենսդրական դաշտում այդ փաստը ընդունված է, միջազգային ասպարեզում այդ փաստը ընդունված է։ Դու վերահիշում ես, որ դու օկուպացված երկիր ես եւ կանգնած ես անհրաժեշտության առջև շարունակել ազգային ազատագրման շարժումը եւ ազատես Հայաստանը։ 88-87 թվականին նման մոտեցումը հայ ազգի մեջ եղել է եւ Արցախի շարժումը, միացումի շարժումը դա եղել է ազգային ազատագրման շարժում, Արցախի ազատագրման։ Բայց պետք է հասկանալ, պարտվելուց Արցախում պարտվելուց հետո խնդիրը մնացել է։ Մենք այն ժամանակ չեք հասկացել, որ Արցախի խնդրումը դա հայկական հարցի մասն է։ Հիմա եք հասկանում։
Իսկ Հայաստանը Եվ դրա համար մենք պիտի դնենք լուծեք հայկական հարցը, բայց հայկական հարցի լուծումը դա նշանակում է հետ բերել քո ինքնիշխանությունը, պետական հետ բերել քո պետականությունը, քո վերահսկողության տակ, ազատվել օկուպացիայից։ Այդ հարցն եմ տալիս, ումից ում օկուպացիայից ազատվելու խնդիրն է։ Հայաստանում ներկայացումից հիմա ներկայացված են ռուսական ռազմական ներկայացությունը։ Այն օկուպացիան, որը սկսվել է 2020 թվականին եւ ձևավորվել է Մոսկովյան պայմանագրի շրջանակներում, Մոսկովյան պայմանագրի շրջանակներում ձևավորվեց Արցախի խնդրը, Նախիջևանի խնդրը, առաջի Հայաստանի օրոք Հայաստանի առաջ սահմանադրական եւ օրենսդրական դաշտում, որը իր սահմանների մեջ, որը եւ դե յուրե եւ դե ֆակտո ճանաչվել է միջազգային հանրության կողմից, Արցախի խնդրեմ չկա, Նախիջևանի խնդրեմ չկա, Կարսի խնդրեմ չկա։ Այդ խնդիրները բոլորը ձևավորվել են ռուս-թուրքական դաշինքի փոխգործակցության հետևանքով։ Եվ այդ փոխգործակցությունը շարունակվում էր 100 տարի։ Եվ 2020-23 թվականի երկրորդ Արցախի արշավի ժամանակ մենք կանգնած էինք նույն դաշինքի, ռազմավարական դաշինքի հարձակման հերթական էտապի առջև։ Եւ մեզ պարզ եւ հստակ մեր երեսին ասել են, Էրդողանը ասել է, կարող է եկել է ժամանակ վերջացնել այն խնդիրը, որը սկսել է մեր պապերը։ Ուղղակի հայկական հասարակությունը, հայ ազգի քաղաքական եւ պետական գործիչները չեն ուզեցել լսել եւ մինչեւ հիմա չեն ուզում լսել, հստակ պարզ ասած քո երեսին, որ հայ-թուրքական դաշինք ունի նպատակ լուծել հայկական հարցը եւ ունենալ Հայաստան առած հայերի։ Այդ քաղաքականությունը շարունակվում է։ Եվ դու պարտավոր ես հասկանալ այդ խնդրը, դնել լուծել այդ խնդրը, ոնց ես դուրս գալիս օկուպացիայից, ոնց ես վերցնելով պարլամենտ դնում եւ լուծում ձևավորել նոր պետություն, որը կլինի իրավահաջորդ առաջի հանրապետության։ Երբ այդպես ես դնում խնդրը, Ռուսաստանը, Թուրքիան, մնացած ուժային կենտրոնները մնում են դուրս քո մոտեցումից, քո շրջանակներից, քո տարածքից, քաղաքական եւ գործպետական։ Դրա համար շատ դժվար խնդիր է, կարծում եմ։ Մենք պիտի դնենք եւ լուծենք խնդրը, ոնց է վերցնում, հետ բերում վերահսկողությունը հայկական պարլամենտի վրա, որտեղ մենք նորից ենք կրում պարլամենտական պետություն ենք եւ պարլամենտն է որոշում։ Եվ հայ ժողովուրդը կարողանա դնի եւ լուծի այդ խնդրը, նորից եմ կրկնում, ոչ թե որպես իշխանության խնդրեմ, ոչ թե որպես քաղաքական խնդրեմ, բայց ինքնորոշման խնդրեմ, ազատագրման խնդրեմ։ Այդ ժամանակ մենք կարող ենք լուծել։ Դա նշանակում է մեր պատգամավորին պիտի գտնենք եւ դա մանդատ վստահենք իրանց դնել լուծել այդ խնդրը։ Ոչ թե վերցնել իշխանություն, բայց լուծել այս մեկ խնդրը, մեծ խնդրը։ Երբ այդպես եք դնում, մենք ունենք հույս, ոչ թե հույս, կամ հույս լուծել հայկական հարցը։ Ոչ այնպես ոնց ուզում է Ռուսաստանը եւ Թուրքիան, բայց ուրիշ ձևով, ոնց ուզում է հայ ժողովուրդը, որի համար մենք 20 դարում պատերազմի մեջ էինք անընդհատ 21 դարն ենք սկսել պատերազմի մեջ, բայց մենք չենք կարողացել ճիշտ ձևավորել այդ պատերազմը հանուն ինչի է, ինչու ենք կոնդեմ տանում պատերազմ։ Մենք փորձում ենք շեղվել եւ մեզ շեղում էին, որովհետեւ ուժային կենտրոններ են, կայսրություններ են, հզոր են, հմուտ են, ունեն դիվանագիտություն, փորձ։ Եվ մենք պիտի ուշքի գանք, վաղ թե ուշ, եւ հասկանանք, որ մենք կանգնած ենք այդ դրության առջեւ։ Մենք հիմա ունենք շատ քիչ հնարավորություն մինչև 2026 թվականը ձևավորել այդ ման պահանջը եւ խնդրի ձևավորումը։ Եթե չկարողանանք 2026 թվականին, դա պետք է դնվի լուծվի հաջորդ փուլերում, որտեղ փառք Աստծո մենք մնում ենք ժողովրդավարական պետություն եւ այդ մենք հնարավորությունը ունենք։ Շատ փոքր է կարող այդ հնարավորությունը, կարծում ես դաժե թեորետիկ հնարավորություն է, բայց այդ հնարավորությունը կա։ Եվ հայ ժողովուրդը ցույց է տվել, որ ինքը կարողանում է իրականացնել ոնց որ ֆանտաստիկ անիրական իրականությունից կտրած լուծումներ, որտեղ առաջի Արցախի առաջի արշավը 88 թվականից նույն ձևի ֆանտաստիկ էր, ոչ մեկը չի հավատում, որ դա դերը կարելի է լուծել։ Մենք այս ժամանակ լուծել ենք, բայց հետո ցավոք սրտի մեր հաղթանակը ծախել են։ Բարի բույնի իմաստով հետսովետական առաջնորդները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացած Նիկոլ Փաշինյանին, նստել են ճակետներում եւ ծախել են Արցախը։ Եվ մենք կանգնել ենք այս շոկի առջև։ Ուղղակի մենք տեսել ենք, որ այդ ծախումը ով է ծախում
եւ ով է առնում Արցախը։ Արցախը եւ Հայաստանը նորից կիսվել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։ Մենք պիտի վերջ տանք, մենք պիտի փակուղուց դուրս գանք, ռուս-թուրքական հարաբերություններից պիտի դուրս գանք։ Ձեր կարծիքով գլխավոր դասը դա է, այսինքն մայիսի 8-ին նախորդ տարիներին միշտ տոնվում է Շուշի ազատագրման օր, այսպես կոչված եռատոն, հա, չկա եւ դրա գինը, որ մենք կորցրել ենք, պիտի մեջ ապտակ տա, որ հասկանանք, որ Արցախի ազատագրումը դա եղել է էտապներից մեկը Հայաստանի ազատագրման։ Արցախի խնդրումը, ես միշտ ասում եմ, բայց դժվար է եւ ընկալում, Արցախի խնդրումը դա հայկական հարցի մասն է, Ռոբերտ։ Արցախի խնդրումը իզոլացված խնդրեմ չի։ Այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքերով Արցախի խնդրումը իզոլացվել է, եւ մենք ընտրել ենք այն ճանապարհ ոչ թե միացման վրա, բայց կառուցել ենք երկրորդ հայկական պետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մենք արդեն կանգնել ենք այդ պարտության ճանապարհի վրա։ Չի կարելի Արցախի խնդրումը, Նախիջևանի խնդրումը, Արևմտյան Հայաստանի խնդրումը տարանջատել հայկական հարցից եւ տարանջատել հայկական պետությունից եւ պետական ինքնաիշխանությունից։ Երբ դու համաձայնում ես գնալ նման տարանջատման իզոլացիան, դու արդեն պարտվել ես։ Կնեք, պարոն Արզումանյան, շատերի համար Հայաստանյան հանրության շոկային էր, որ գտնվելով նոյեմբերի 9-ից հետո ռուսական անվտանգային երաշխիքի ներքո Արցախը կարող է այսպես Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվել, որովհետև դա անբեկանելի անվտանգային երաշխիք էր ընկալվում ռուսական ներկայությունը Արցախում, հայկական բանակը եկեք խոստովանենք ջախջախված էր, պատերազմից հետո շատ թուլացած էր եւ չէր կարողանում ըստ էության անվտանգային երաշխավորի ցանկալի դերակատարությունը ստանձնել եւ հանձնված է Ռուսաստանի տնօրինման, այսինքն այդ ձեր ասած ազատագրումը, որ սկսվել է 90-ականներին, ավարտվեց այն ժամանակ, երբ որ մեր անվտանգությունը տվեցինք այլ ուժի, հա, այսինքն երբ որ մենք ուժերի հարաբերակցությունը այնպիսին է, որ մենք չկարողացանք այլևս այդ դերակատարությունը ստանձնել եւ հանձնվեց այլ ուժի։ Այդ ձեր կարծիքով հնարավորություն կար չհանձնել այդ ուժին, ինչ եք կարծում։ Իհարկե եղել է, բայց այդ հնարավորությունը եւ պարտությունը սկսել է 94 թվականին, սկսել է 91 թվականին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց Արցախի միացումից հրաժարվելով, խախտելով հռչակագիրը, որը հայ ժողովուրդը ընդունել է, որտեղ միացումը ձևավորված է, Հայաստանի Հանրապետության սովետական Հայաստանը տարանջատեց Արցախից։ Մենք սկսել ենք պարտվել օտորից։ Հետո կարողացանք մեր ներուժի ռազմական մեթոդներով Արցախի միացումը պաշտպանել, բայց չհասկանալով, որ ռազմական ոլորտը դա քաղաքականության շարունակությունն է, իսկ քաղաքականությունը դա ազգային հարցերի եւ գաղափարախոսության շարունակությունն է։ Մենք ի վերջո 30 տարուց հետո պարտվել ենք եւ հասել ենք այն արդյունքների, որը մենք ստացել ենք Արցախի 2023 թվականի վերջի աղետային քայլերը սկսել են 91 թվականին եւ մենք պիտի դա հասկանանք։ Եթե չեք հասկանում, որ այդպես է տեղի ունեցել, հասկանալուց հետո չփորձենք վերականգնվել եւ հասկանալ, որ պիտի հիմնվենք իրավահաջորդվենք առաջի հանրապետությունից, մենք պիտի հայտարարենք եւ միանանք միջազգային հայանրության մնաց երկրներին, որը ճանաչում են Հայաստանը որպես օկուպացված բալթյան երկրների նման, բալթյան երկրներն են Միացյալ Նահանգները ճանաչել որպես օկուպացած եւ Հայաստանը։ Մենք պիտի հասկանանք, որ մեր խնդիրները գալիս են ռուս-թուրքական հարաբերություններից, Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության հարաբերություններից։ Հայկական հարցը ձևավորվել է դեմ Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության շահերից։ Մենք դա մոռանում ենք։ Դες մենք պիտի հիշենք, որ հայկական խնդիրները ունեն ոչ թե 1 տարվա լայնություն, ոչ թե 5 տարվա, ոչ թե 30 տարվա, բայց դարերի։ Հայկական ապագան, եթե ուզում եք ձևավորել կերտել, մենք պիտի դարերի 3 տարվա պատմության վրա հիմնենք։ Այդ ժամանակ պարզ է դառնում, եւ Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրությունը դրել են եւ լուծել են այդ խնդիրը։ Հայաստանը առանց Հայաստան հայերին։ Եվ դա բնական լուծում է, ես որպես ռազմական փորձաբեդ կարող եմ ասել, որ նման լուծումները ընդունված են աշխարհում։ Ռազմական մեթոդները նման խնդիրների լուծման միայն այս են՝ բնաջնջել ժողովուրդը։
Դա տեղի ունեցել Վանդեայում, դա տեղի ունեցել ռուս-իսպանական հարաբերությունների մեջ, դա տեղի ունեցել բուրերի պատերազմի ժամանակ, ասենք նույն ձևի բնաջնջում էին, դա տեղի ունեցել մեծ եղերնի ժամանակ, դա հիմա տեղի ունենում սեկտոր Գազայում, որտեղ Իսրայելը ուզում է լուծել ռազմական մեթոդներով պալեստինյան խնդիրը եւ դրա լուծումը միակ Պալեստինի ժողովուրդը բնաջնջելն է սեկտոր Գազայում։ Ռուսաստանում այդ խնդիրը Ռուսաստանն է լուծում։ Նորից եմ կրկնում, դա բնական ճակատներում բնական լուծում է կայսրությունների համար։ Եվ մենք պետք է ընդունենք ինչ է տեղի ունենում վերջին 3 տարին, եթե ուզում ենք ունենալ շարունակություն 21 տարում։ Փորձել սահմանափակվել 25 թվականով, 20-25 թվականով, 88-25 թվականով, 18-25 թվականներով, 1918 թվականից մենք նորից պարտվելու ենք Ռոբերտ։ Նորից եմ կրկնում, մենք պետք է հասկանանք, որ հարցը կա եւ մնում է հայկական հարցը, ազգային ազատագրման շարժում, վերականգնում անկախ, ազատ, միացյալ Հայաստանին։ Եվ այդ խնդիրը այդպես է ձևավորում, դու ստանում ես հնարավորություն լուծումի, որտեղ դու կարող ես ձևավորես շատ փայլուն լուծումներ, ոչ ճիշտ ձևավորված խնդիրներ եւ չհասնես լուծման, հա, բայց երբ ճիշտ է ձևավորում խնդրին, տեխնիկական աշխարհում ճիշտ խնդրի ճիշտ ձևավորումը դա լուծման կեսն է։ Քաղաքական ոլորտում դա մի քիչ ավելի նուրբ է, բայց նույն ձևի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով ձևավորես քո խնդրը, այդ ժամանակ դու ստանում ես հնարավորություն գտնել լուծումը։ Արցախյան առաջի этаպում մենք ճիշտ ենք զգացել բնազդով, որ միացումն է։ Հայ ազգը պետք է միավորվի։ Եվ հայ ազգը միավորվել է։ 2018 թվականին փորձելով դուրս գալ հետսովետական Հայաստանի այդ սեղմող վանդակից, մենք նույնիսկ միավորվել ենք։ Ողջ հայ ազգն է միավորվել։ Եվ տվել է Նիկոլ Փաշինյանին մանդատ սկսել խորքային փոփոխություններ, հեղափոխության հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանը խաբեց հայ ժողովուրդը եւ գնաց ինքնաիշխանափոխության ճանապարհով։ Եվ դա նշանակում է մենք նորից պիտի դնենք եւ լուծենք այդ խնդրը։ Եվ գտնենք ոչ թե մեկ առաջնորդի, որտեղ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը ցույց է տալիս, որ մեկ առաջնորդը դա խոցելի է։ Գտնենք 100 պատգամավորներին, 100 անձնավորությունների, ոչ քաղաքական գործիչների, անձնավորությունների, որին դու վստահում ես, տալիս ես մանդատ մտնել պարլամենտ եւ պարլամենտում պարլամենտական պետականության սահմանադրության ներքո ձևավորել ուրիշ Հայաստան եւ հայտարարել, որ ուրիշ Հայաստանը, հետսովետական Հայաստանը եւ իր լուծումներով վերջացել է։ Մենք դուրս է գալիս ռուս-թուրքական հարաբերություններից, մենք դուրս է գալիս այդ տրամաբանությունից եւ գնում ենք հայկական ճանապարհով, որը կձևավորվենք հետո քայլ առ քայլ։ Այդ երկար ճանապարհ է եւ պարլամենտը մտնելը եւ պարլամենտը վերցնելը դա քայլերից մեկն է ներու, բայց որը կարող է փոխել որակը։ Դրա համար մենք այդ քայլը կանենք 2026 թվականին կամ այն ժամանակ Ռուսաստանը, Թուրքիան այնքան ուժեղ կլինի, որ չի կարողանալու եւ հայկական հասարակության այնքան շլխված է, որտեղ հիբրիդային պատերազմը, հոգեբանական, տեղեկատվական պատերազմը շարունակում է լայնածավալ։ Հայկական հասարակությունը ահռելի ճնշման տակ է, որպես մասնագետ կարող եմ դա ասել։ Կկարողանանք այնքան ներուժ ունենալ, որ դիմադրենք եւ հաղթահարենք այդ ամեն ինչը 26 թվականին։ Այդ հնարավորությունը կա, բայց ժամանակը շատ քիչ է։ Եթե չկարողանա 26 թվականին, վաղ թե ուշ մեր խնդրի առջև կանգնելու ենք, եւ մենք կամ ձևավորելու ենք այդ խնդրը եւ լուծելու ենք, կամ 21 տարում Հայաստանը հայ ժողովուրդը չի կարողանալու պաշտպանել պետական ինքնաիշխանությունը եւ գոյատևի հայկական լեռնաշխարհում։ Դա պետք է պարզ հասկանալ, որովհետեւ նորից ենք կրկնում երկրորդ անգամ հայկական հարցը եւ նմանատիպ հարցերը լուծում են կամ ազգերը հաստատելով իրաց ինքնաիշխանության հնարավորությունները եւ իրավունքները կամ բնաջնջվում են։ Դա բնական լուծում է, կամ բնաջնջվել, կամ ինքնաիշխան իրավունքների մասին հայտարարել եւ պաշտպանել։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը այս կանի կվերցնի այդ պարտականությունը եւ մենք դա կանենք։ Պարոն Արզումանյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Հրաչյա Արզումանյանին։